պարոն Բատիկյան, իմ դասախոսներ, ես շատ լավ հիշում եմ, սիրելի արաբկիրցիներ, մենք կրկին էստեղ ենք, մենք էստեղ ես Բաքվում ձեզ հետ միասին հանդիպել ենք խորհրդարանական ընտրություններից առաջ եւ հիմա ես ուզում եմ շնորհակալությունը հայտնել, որ դուք վստահությամբ ձեր կվեն, վստահ եմ մեծամասնությունը տվեցիք Բարգավաճ Հայաստանին, հույս ունեմ խուսափ չեք եղել մեզանից, հույս ունեմ, որ ինչ որ նախագահականում ես մնում եմ այն կարծիքին, որ պիտի առաջադրվենք, բայց մի օր պարոն Ծառուկյանը ինքը կխոսի այդ մասին եւ վստահ եղեք պատճառները, որ ինքը կասի իր առաջադրման շատ մարդկային են, շատ բարոյական են եւ ձեզանից յուրաքանչյուրը կհասկանա թե ինչ իրական պատճառներ էին, որ պարոն Ծառուկյանը չառաջադրվեց։ Առաջին հերթին դա ձեր անվտանգությունն էր, ձեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարցն էր։ Դրա մասին մենք մի օր անպայման բաց անկեղծ միմյանց հետ կխոսենք։ Սիրելի ժողովուրդ, այս տարիների ընթացքում դուք համոզվել եք, որ Բարգավաճ Հայաստանը երբևէ կեղծ խոստում չի տվել։ Ինչը որ չեն կարողացել անել, դրան մոտ չենք եկել։ Ինչը որ մեր ուժերից վեր է եղել, մենք ասել ենք, մենք չենք կարող ժողովրդին խոստանալ, չանել, հետո ինչպես պիտի գանք այստեղ կանգնենք ու նորից ձեր հայացքին նայենք։ Սիրելի ժողովուրդ, ես գիտեմ, որ ձեզ հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքային խնդիրները, այո, մենք բոլորս գիտենք, որ մայրաքաղաքը լրջագույն խնդիրներ ունի, եւ մենք գիտենք, որ մայիսի 5-ին մենք գնում ենք Երևանի ավականուն ընտրությունների, բայց մենք հասկանում ենք նաեւ, որ յուրաքանչյուր երևանցու, յուրաքանչյուր հայաստանցու այսօր հուզում են շատ ավելի գլոբալ խնդիրներ։ Դա երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներն են, դա աղքատությունն է, դա արտագաղթն է, դա գործազրկությունն է։ Սիրելի ժողովուրդ, մի աբսուրդ ասեմ, այսօր վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում ուրեմն տնտեսական աճի վերջնականապես ֆիքսված թիվը 7.2% տնտեսական աճ։ Սիրելի ժողովուրդ, ասեմ, որ տնտեսական աճի ցուցանիշներով պարզվում է մենք աշխարհում առաջին եռյակում ենք։ Այսինքն աշխարհի առաջատար եռյակում է Հայաստանը տնտեսական ցուցանիշների առումով։ Հիմա մեկ տրամաբանական հարց եմ ուզում տալ։ Ինչպես է պատահում, որ աշխարհի ամենազարգացող, ամենաբարեկեցիկ երկրից նույն վիճակագրական ծառայության այսօրվա նույն տվյալով վերջի 3 ամիսներին ավելի շատ մարդ է արտագաղթել, քան անցած տարվա նույն այս ժամանակամիջոցի համեմատությամբ։ Սիրելի ժողովուրդ, եթե աշխարհում կգտնվի մեկ տնտեսագետ, որը կարող է ապացուցել, թե ինչպես է հնարավոր, որ հայաստանցին արտագաղթի աշխարհի ամենազարգացող, ամենաբարեկեցիկ երկրից, որը կրկնում եմ, զարգացման իր աճով աշխարհի առաջին եռյակում է այսօրվա ցուցանիշներով, մենք ձեզ հետ միասին կքվեարկենք, որ այդ տնտեսագետին նման հայտնագործություն եւ բացահայտում, նման ապացույց անելու համար ներառեն Գինեսի գրքում։ Սիրելի ժողովուրդ, չի կարող, ուրեմն հնայի յուրաքանչյուր շնչին ընկած հնան նվազի, դա ուրեմն տնտեսական աճի պարզագույն ցուցանիշն է։ Այդպիսի բան չի կարող լինել։ Յուրաքանչյուր շնչին ընկած հնան նվազում է, տնտեսությունը աճում է, արտագաղթը ուժեղանում է։ Ժողովուրդ, կա մեկը փիլիսոփա, տնտեսագետ, մաթեմատիկ, որ կարող է այդ ֆոկուսի իմաստը բացատրել։ Կարծում եմ ամենաշարքային տնտեսագետը անգամ կբացատրի, որ 7.2 տնտեսական աճը դա փուչիկ է, դա միֆ է, դրա տակ ընդամենը թվերի մանիպուլյացիա է։ Սիրելի ժողովուրդ, ես նորից եմ ասում, այս իշխանությունը իր վարած հատկապես սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ երկիրը տարել է փակուղի։ Նորից Տիգրան Սարգսյանին վստահել վարչապետի պաշտոնը նշանակում է գործող իշխանությունը ասում է, որ վատ եք ապրել, առաջիկա 5 տարում ավելի վատ եք ապրելու։ Ժողովուրդ, այսպես շարունակել այլևս չի կարելի։ Մենք ունենք մայիսի 5-ին եզակի հնարավորություն ձեր քվեով, ձեզ հետ միասին սկսելու փոփոխություններ եւ սկսելու Երևանից։ Հավատացեք մեզ, մենք ասում ենք, երբևէ սուտ խոստում չենք տվել, ինչը որ չենք կարողացել անել, ինչը որ տվյալ պահին տեսել ենք, որ մեր օրինակ խորհրդարանական ուժերով, որը մեծամասնություն չի, չենք կարող անել, չենք տվել սուտ խոստում, որպեսզի չգանք, չկանգնենք եւ ասենք, որ խոստացանք, չկարողացանք անել։ Ժողովուրդ, մենք հիմա այստեղ բաց ճակատով, ես եւ մեր համամասնական ցուցակի 2 առաջին եւ երկրորդ համարները, մեր քաղաքական թիմի ներկայացուցիչները, ձեզ ասում ենք,
ձեր քվեին տեր են կանգնելու։ Ասում ենք, Բարգավաճ Հայաստանը ունի բոլոր ռեսուրսները, մեր գործընկեր քաղաքական ուժերի ՀԱԿ-ի դաշնակցության հետ միասին տեր կանգնելու ձեր քվեին։ Առաջի անգամ ընտրական հանձնաժողովներում իսկապես այնպիսի իրադրություն է ստեղծված, որ ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը մեծամասնություն է։ Այսինքն մենք մեր ռեսուրսը միայն որ շատ ուժեղ է, դրան գումարելով մեր գործընկերների ռեսուրսը ասում ենք, քվեատեղամասում, ընտրատեղամասում ձեր քվեն հասնելու է տեղ։ Դրանում կարող եք չկասկածել։ Մենք գիտենք, որ ձեր հիմնական մտահոգությունը միշտ եղել է այն, որ գնացել եք, քվեարկել եք, հետո միշտ կանգնել եք կոտրած տաշտակի առջև։ Սիրելի ժողովուրդ, իրենց ուզածն էլ դա է։ Իրենց ուզածն էլ դա է, որ հուսահատվեք, որ մտածեք, միևնույն է, ոչինչ չի փոխվելու եւ տնից դուրս չգաք, որ մի խուժան գնա եւ ձեր փոխարեն քվեարկի։ Չհուսահատվեք, հուսահատվեցիք, ձեր հուսահատությունը իրենց ուժ է տալու, անելու այն, ինչ որ անում են տարիներ շարունակ։ Սիրելի ժողովուրդ, մեկը թող գնա Բագրայի անցագետ, իշխանության որևէ ներկայացուցիչ 3 ժամ եւ տեսնի 3 ժամվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիներ անգամ տրանսպորտի փող չունեն, ոտքով երեխաներին գրկած, ինչպես գաղթի ժամանակ, տան իրերը գրկած, կախ կարասին, քնելու պարագաները գրած, ոտքով հատում են Հայաստանի սահմանը, վրա սահմանապահը զարմացած հարցրել է, «Էս ինչ է կատարվում Հայաստանում, էս ինչ է պատահել Հայաստանում», իրենք ասում են, այսքանից հետո, որ ամեն ինչ լավ է, ոչ մի պրոբլեմ չկա, դուք լավ եք ապրում, պարզապես չգիտեք դրա մասին, այ մեր թվերը տնտեսական աճի, ասում են, որ դուք լավ եք ապրում, գնացեք եւ ինքնաներշնչվեք, որ դուք լավ եք ապրում։ Ժողովուրդ, այս հեգնանքը, այս արհամարանքը այլևս շարունակել չի կարելի։ Մենք երկիր ենք կորցնում, Հայաստանը հայաթափվում է։ Պիտի կանգնենք միասին այն քաղաքական ուժի կողքին, որը ասում է, մենք վերցնում ենք քաղաքական պատասխանատվություն մեր խոստումների համար։ Մենք ասում ենք, քաղաքական կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ է վերցնում քաղաքական պատասխանատվություն մեր յուրաքանչյուր բառի, յուրաքանչյուր խոսքի համար։ Վստահեք մեզ, գնացեք քվեարկելու ու միայն ձեր ուժով, որտեղ ուժը դուք եք, որտեղ ձեր ձայնը միայն կարող է ինչ որ բան փոխել, միայն թիկունքում ունենալով ձեր ուժը, ձեր վստահությունը, ձեր քվեն, մենք փոխելու ենք ու սկսելու ենք Երևանի